Բարև ձեզ, կրկին վեստիեի մի տաղավարում ենք։ Երեկը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Վեստիեի մի տաղավարում այսօր արտակարգ եւ լիազոր դեսպան Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, ինչպես է գնահատում Վենսի այցը արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ սա պատահական այց չի եւ շատ կարեւոր է իր բնույթով, որովհետեւ նա այցելում է այսինքն ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Ադրբեջան, նույն այցի շրջանակներում։ Իդեպ մինչ այդ խոսում էր, որ Վենսը Հայաստան կայցելի հիմա, իսկ Ադրբեջան կայցելի փետրվարի վերջին, այսինքն իբրև տարբեր այցելություններ։ Բայց հետո պարզվեց, որ դա այդպես չի, այսինքն այցը կրում է տարածաշրջանային բնույթ եւ սրանով Միացյալ Նահանգները իր քաղաքականությունը այս տարածաշրջանում կապում է երկու երկրների հետ միաժամանակ։ Ես ուզում եմ համեմատություն անցկացնել 2005 թվականի հետ, երբ որ Միացյալ Նահանգների ոչ թե փոխնախագահ, այլ նախագահը Ջորջ Բուշը այցելեց Վրաստան։ Այն ժամանակ Վրաստանի նախագահն էր Միխայիլ Սահակաշվիլին, եւ Վրաստանը ըստ էության փոխել էր իր քաղաքական կողմնորոշումը, դիրքորոշումը դեպի Միացյալ Նահանգներ։ Եվ նախագահի այցը նպատակ ուներ ամրապնդել Վրաստանի այդ մոտեցումը, որ կտրել նրան ռուսական հնարավոր ազդեցությունից եւ թեքել դեպի ամերիկյան կողմ։ Եվ այցը հենց այդ նպատակն էր, որովհետեւ Ջորջ Բուշի այցը միայն Վրաստան էր եւ նա չէր այցելել Հայաստան կամ Ադրբեջան։ Այսինքն միայն մեկ երկրի հետ գործ ունեն, ցույց տալով այդ երկրի մոտեցումը։ Իհարկե դրանից 3 տարի անցավ ընդամենը, որ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որից հետո Վրաստանը կորցրեց իր տարածքների մի զգալի մասը, Աբխազիան եւ Հարավային Օսետիան, որոնք հիմա դարձել են անկախ պետություն, իսկ Ջորջ Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահը հիմա կարծեմ բանտում է։ Համեմատությունից կարելի է հասկանալ, որ Հայաստանը 3 տարի ունի միջնոր պատերազմ։ Հայաստանի մոտ ուղղակի դրան այն ինչ որ պիտի լինի ըստ այդ տրամաբանության, նաեւ եղել է, որովհետեւ Վենսը Հայաստան այցելում է Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո եւ նաեւ ոչ միայն Արցախ, այլ նաեւ անցած տարվա օգոստոսի 7-ին նաեւ Մեղրին Ադրբեջանին հանձնելուց հետո, որովհետեւ այդպես կոչված TRIP համաձայնագիրը դա իր բովանդակությամբ, իր բնույթով ըստ էության Մեղրին եւ արդեն որ լսում ենք մեկնաբանությունները, ողջ Սյունիքն ու Վայոց ձորը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը, որովհետեւ խաղաղության խաչմերուկ ասածը նկատի ունեք, պարոն Ղազարյան։ Դե խաղաղության խաչմերուկ նախտեսբան գոյություն չունի, դա միֆ է, որովհետեւ դա Հայաստանի առաջադրած մոդելն է, ուրիշ ոչ ոք Հայաստանից բացի դրա մասին չի խոսում, որպես քաղաքական ծրագիր, եւ երբ որ այս նախորդ տարվա ընթացքում Բրյուսելում Արադ Միրզոյանը մի փաստաթուղթ ստորագրեց արձանագրություն Եվրամիության հետ, Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանք եղավ, իրանք ասացին, որ այնտեղ հիշատակման խաղաղության խաչմերուկի մասին, որի վերաբերյալ տարածաշրջանում կոնսենսուս գոյություն չունի։ Այսինքն Ադրբեջանն հայտնեց արտգործնախարարությունը, որ իրենք խաղաղության նախագծին աջակցություն այդ խաչմերուկին համաձայնություն չունեն դրա վերաբերյալ։ Իսկ խաղաղության խաչմերուկը ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի, որ մի հատ կապույտ բուկլետ ունեն, չէ՞, որ Նազելի Բաղդասյանը Սաղին բաժանում ուրեթում են արտասահման, Նազելի Բաղդասյանը դրանից բոլորին բաժանում է։ Շատ մարդ ունի դա, Ֆինլանդիայի վարչապետն ունի, Չինաստանի փոխնախագահին է տվին, այս վերջերս բանին էլ տվին, Պուտինին էլ տվին, ասին Նիկոլ Փաշինյանը դրանից տվել է Պուտինին, որ Պուտինը իմանա էլի թե տարածաշրջանում ինչ զարգացումներ է սպասվում։ Այս տպավորությունն է, որ հիմա Պուտինի քաղաքական կյանքը պետքա բաժանել երկու մասի՝ մինչև խաղաղության խաչմերուկի բուկլետը ստանալը եւ բուկլետը ստանալուց հետո, որտեղ բայց պարզվում է, որ այդ խաղաղության խաչմերուկը, որը ենթադրում է բաց սահմաններ բոլոր երկրների հետ եւ այլն, Ադրբեջանը դեմ է։ Եթե Ադրբեջանը դեմ է, նշանակում է իր սահմանները չի բացելու։ Թուրքիան էլ ասել է, մինչև Ադրբեջանի դուք ձեր բոլոր խնդիրները չլուծեք, մեր հետ էլ օրակարգ հայ-թուրքական հարաբերությունների գոյություն չունի, քանի դեռ Ադրբեջանի հետ բոլոր խնդիրները լուծված չեն։ Իսկ սահմանները պետք է փակ պահի։ Դե մնաց Վրաստանն ու Իրանը, դրանք միշտ էլ բաց են եղել, էլի ինչ խաղաղության խաչմերուկ։
Վենսի այցը պաշտոնական, այսինքն կառավարության ներով տարածված, որ ունի խաղաղության նպատակ, գալիս են խաղաղության խաչմերուկի խնդիրները քննարկելու, տարածաշրջանային խաղաղություն բերելու, ամբողջ բովանդակություն հենց այդ խաղաղության գործընթացի մասին էր։ Ամրապնդելու համագործակցությունը, որը վերջերս ԱՄՆ-ում Արադ Միրզոյանի մասնակցությամբ տեղի Ասելով ունեցավ։ չի, պետությունների հարաբերությունը իհարկե կարևոր է քաղաքական գործիչներին ինչ են հայտարարում, բայց կարևոր է թե այդ հայտարարությունները վերջում ինչ որոշումների են հանգեցնում, ինչ որոշումներ են կայացում։ Պետությունները, որոնք իրար հետ ոչ պատերազմական, բարեդրացիական, համագործակցային ոլորտով հարաբերություններ են զարգացնում, որպես կանոն սկսում են դա դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Դա ոնց որ այն ամենաառաջնային քայլն է, այսինքն նախ պետք է հաստատվի դիվանագիտական հարաբերություններ, բացվեն դիվանագիտական ներկայացություններ, չէ՞։ Նոր դարաշրջանակներում քննարկվեն ոլորտային համագործակցության, այդ թվում ասենք տրանսպորտի ոլորտում, կոմունիկացիաների ոլորտում, մշակույթի ոլորտում, ներդրումների ոլորտում համագործակցության մասին հարցեր։ Հիմա մենք ունենք փաստ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Ավելին, նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը չի ստորագրվել, որտեղ նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, դրանից հետո անորոշ ժամկետում։ Իսկ Ալիևն ասել է, որ այդ փաստաթուղթը կստորագրի, եթե Հայաստանը սահմանադրությունը փոխի, հրաժարվի անկախության հռչակագրից, իսկ եթե Հայաստանը սահմանադրությունը փոխի եւ հրաժարվի անկախության հռչակագրից, նշանակում է այն պետությունը, որը նախաստորագրել է այդ համաձայնությունը, վերանում է։ Որովհետեւ այդ նախաստորագրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի Հանրապետությունը այն պետությունն է, որը ստեղծվել է անկախության հռչակագրով։ Եթե անկախության հռչակագրից մենք հրաժարվում ենք, նշանակում է Արադ Միրզոյանը գնում է թոշակի։ Մենք ունենք նաև 42 կիլոմետրանոց թրիփ, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում է, որ սա արդեն իրականությունն է, ասենց այդ խաղաղության գիծն է, տնտեսական լայն հնարավորություններ ենք ունենալու, ինչպես քաղաքացին կարող է չվստահել այս հայտարարության, երբ որ լսում է ամենաբարձր պաշտոնյաների շուրթերից։ Հա, լսում է, ինչ է լսում։ Այդ ամենաբարձր պաշտոնյաները մինչև հիմա մեզ ասել են, որ Արցախը Հայաստանը, որ իրանք ամեն ինչ անելու են Արցախի դե ֆակտո անկախությունը, դե յուրե անկախության նույն պաշտոնյաների մասն է, չէ՞ խոսքը, իրանք են այդ հայտարարությունը։ Դե հիմա էլ են հայտարարում։ Ինչ կապ ունի իրանք ինչ են։ Քաղաքական լուրջ փոփոխություններ։ Հա, բան ժամանակ էլ են ասում։ Այն ժամանակ էլ ասում են Հայաստանում տեղի ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն։ Հայաստանը դարձել է ժողովրդավարական երկիր եւ ժողովրդավարություն այն բրենդն է, այն ճանաչումն է, որը հնարավորություն է տալու մեզ ի օգուտ Հայաստանի, Արցախի նպաստավոր որոշումների հասնել։ Դա էլ չէ իրանք ասել։ Հիմա փաստը իրանք հիմա այդ թրիփը նորից եմ ասում, թրիփը ընդամենը ընդել այդ վերջի համաձայնագիրն էլ որ Արադ Միրզոյանը եւ Ռոբյան ստորագրեցին Վաշինգտոնում, ինչ ասում է Ադրբեջանը իր Նախիջևանի ինքնավարության հետ հաստատելու ճանապարհ, այսինքն հստակ նշած է, որ դրա նպատակը միայն Ադրբեջանի եւ Նախիջևանի ցամաքային կայուն կապի հաստատումն է։ Եվ եթե այս этаպում խոսքը վերաբերվում է միայն երկաթուղային կապով, որովհետեւ հիմա դա, բայց թրիփը նախատեսում է նաեւ ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի եւ իր Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով։ Հիմա ավտոմոբիլային ճանապարհ հնարավոր չի կառուցել այնտեղից, որտեղ որ կա երկաթգիծը, աշխարհագրորեն դա հնարավոր չի։ Նշանակում է, որ ավտոմոբիլային այն ճանապարհները, որոնք հիմա գործում են, դրանք պետքա դառնան այդ հաղորդակցման միջոցը։ Վերահսկող ամենայն դեպս Հայաստանի Հանրապետությունն է։ Բայց ոնց որ Ադրբեջանի նախագահը ասել է, չէ, որ իրանք իրանց ճանապարհին երբևէ պիտի հայերի չհանդիպեն։ Հիմա այդ թրիփ համաձայնագրի մեջ Արադ Միրզոյանի ստորագրած ընդ կա back office եւ front office։ Չէ՞։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ այն շփումները, որը նախատեսում է ադրբեջանցու հետ, դա պետք է անի թրիփի ընկերությունը, այսինքն ամերիկացիները, որոնց հետո իրանք այդ փաստաթղթերը եւ այլը պետք է հանձնեն հայկական կողմի իշխանություններին վերահսկողից, այսինքն հայկական կողմին կասեն, որ չգիտենք, այսինչ պետհամարանիշներով, այսինչ բեռնատար մեքենան, որը բեռնված էր, ենթադրենք, կարակով,
անցել է Հայաստանի սահմանով, գնացել է Նախիջևան։ Իսկ Հայաստանը տեղեկանա եւ ես այդպես վերահսկեցի։ Այնտեղ մաքսատուրքեր չեն լինելու, որովհետեւ մեր օրենսդրությունը չի նախատեսում մաքսատուրքեր, որովհետեւ դա մաքսային օրենսգրքով ձևակերպվում է ժամանակավոր ներմուծում արտահանման ռեժիմով, այսինքն եթե երկիր ապրանքը մտնում է ժամանակավոր։ Այդ տնտեսական 600 միլիոնը որտեղից են ունենալու։ Խափում են մարդիկ, բայց մարդիկ մի բանը որ լավ են կարող անեն, այդ խափելն է։ Խափում են, ինչ։ Ընդամենը միացյալն է, հիմա Ադրբեջանը ճանապարհի իր մասը սարքել է երկաթուղու։ Պիտի այդ մեղրի տարածքում 42 կիլոմետր երկաթուղի հայկական տարածքում կառուցվի։ Դա մեծ գումարների մասին չի խոսքը, բայց որպեսզի հայի հետ չլինի ադրբեջանցու շփումը, Ալիևը համաձայնել է, որ Միացյալ Նահանգները մասնակից լինի, իրանց հետ շփվի, չէ՞, եթե հայ-ամերիկյան համաձայնագիրը TRIP-ը, դրա նախնական օգոստոս 7-ի ստորագրողը ով է, Միացյալ Նահանգներն, Ադրբեջանն, որը որպես կողմ հարց առաջանում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ հաստատելուց Ադրբեջանը չի է կողմ, ընդ որում Միացյալ Նահանգներն է կողմ չի, վկա է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ Վրաստանի հետ, այսինքն Վրաստանից Հայաստան բեռների տեղափոխումը եւ հակառակ ուղղությամբ շատ ավելի բարդ ընթացակարգով պիտի անցնի, քան Ադրբեջանից Նախիջևան։ Բացարձակ ճշմարտություն, տենց է գրած է։ Տենց է գրած է TRIP-ի համաձայնագրում, որ Հայաստանը պետք է կիրառի տարբերակված մոտեցում։ TRIP-ի հարցում, այսինքն այնտեղ ռեժիմները տարբեր են, ընդ որում սա դեռ դուք Վրաստանն եք ասում։ Երբ որ սա սկսեց գործնականում կիրառվել, հիմա դեռ հələ պայմանավորվածությունների փուլում են, չէ՞, նորից։ Իրանի խնդիրը։ Ոչ մի Ռուսաստանի, ԵԱՏՄ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ ԵԱՏՄ-ն իր հիմքով սկզբից որ ձևավորվել է, դա մաքսային միություն է, այսինքն սկզբից ստեղծվեց մաքսային միություն, հետո դարձավ Եվրասիական տնտեսական միություն։ Այսինքն դա միասնական մաքսային տարածք է։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դա Ադրբեջանի եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանն է։ Եվ ԵԱՏՄ անդամի երկիրը չի կարող ԵԱՏՄ ընդհանուր կարգավորումներից դուրս հատուկ ռեժիմ եւ արտոնություն սահմանել երրորդ պետությունների համար։ Դա Ռուսաստանն էլ չի կարանի առանց Հայաստանի, Ղազախստանն էլ իր տարածքով չի կարանի, դա ընդհանուր մեր մաքսային տարածքն է։ Հիմա եթե սա մտա ֆունկցիոնալ կիրառում, բայց կս ասում է, որ ԵԱՏՄ մի պետություն երրորդ երկրի արտոնություն է տալիս։ Եթե ասենք այդ ադրբեջանական բեռը մտավ Հայաստան ու դուրս չեկավ Հայաստանից։ Ասենք բեռնա թափվեց Հայաստանում։ Նշանակում է այդ բեռը հայտնվեց ԵԱՏՄ շուկայում, չէ՞։ Ու կարող է ընդհանրենք Ուզբեկստանից ԵԱՏՄ շուկա մտնի ապրանք Հայաստանի տարածքով։ Դա ընդհանուր կարգավորումներից դուրս է գալի։ Այսինքն սրա ֆունկցիոնալ գործունեությունը օբյեկտիվորեն հարց առաջացնելու Հայաստանը ԵԱՏՄ մնա թե չէ։ Այդ որ մի նախադասության օրենք ընդունեցին, օրենքի տեսք չունեցող, չէ՞ որ Հայաստանը պետք է գործընթաց սկսի Եվրոպական միության անդամ։ Այդ պատահական խոչ չէ, սրա հետ ուղիղ կապ ունի, այսինքն մարդկանց էլ այդ հիմա այդ պիտի խափեն, ասեն դե ոչինչ, մեզ ԵԱՏՄ-ից հանում են, մենք օրենք ունենք, մենք կդառնանք Եվրամիության անդամ։ Իհարկե չեն կարող դա։ Այնպես ինչպես Վրաստանը։ Վրաստանը չէ էլի կան։ Իհարկե այս վերջի շրջանում Եվրամիությունից պետություն կա, որ դուրս է եկել։ Դա Եվրամիության առանցքային պետություններից մեկն է, Միացյալ Թագավորություն։ Պարոն Ղազարյան, նաև Վենսի այցը, քանի որ հատկապես հայտարարության տեքստում ժողովրդավարությունը եւ այլն այդպես էին քրշտում, ինչ ազդեցություն կարող ունենալ նաև ներքաղաքական կյանքի վրա, հաշվի առնելով նաև ձեր կողմից, ընդդիմության կողմից բարձրացված փաստաբաններն են նշում 50-ից ավել քաղբանտարկյալներ ունենք։ Ես իհարկե ցավում եմ, որ արևմտյան ընդհանուր ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև եվրոպական երկրների արժեքային ընկալումները ժողովրդավարության նկատմամբ փոխվել են այն աստիճան, որ նրանք Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատում են ժողովրդավարական process-ների հետ։ Որտեղ Հայաստանը ամենաանկում է ապրել վերջին շրջանում բոլոր ինստիտուտների իմաստով։ Ժողովրդավարությունը դա տենց միայն բառ չի էլի, որ գործածես, ասես ընդ ժողովրդը ինստիտուտներ պիտի լինեն, չէ՞, այսինքն պետք է լինի ազատ մամուլ։ Հայաստանում փակվում են լրատվամիջոցներ, ընդ որում ընդդիմադիր լրատվամիջոցներ, սահմանափակվում են լրատվամիջոցներ։ Հենց ասենք Վենսի մամուլի ասուլիսը, որ լրատվամիջոցներն են լուսաբանում։ Ընտրված, չէ՞։ Ասենք կառավարությունում բանը այդ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը եկել է կառավարությունում, ասենք կոչվում է
մամուլի հանդիպում մամուլի հետ պրես կոնֆերանսն է, որտեղ մամուլի ներկայացուցիչներ չկան։ Կա միայն վարչապետի պաշտոնական կամերաները եւ լուսանկարիչը, որոնք այս սիգնալը բաց են թողել լրատվամիջոցների համար, այսինքն լրագրող չկան նստած։ Հրավեր չկար, պարոն Ղազարյան։ Բա, ասենք, բա լրագրողը դրա համար է, որ գնա հարց տա, չէ, ինքը որոշի ինչ հարց տա, չգերաքննեն իրեն, ինքը ցանկացած հարց կարողանա հնչեցնել։ Պետք է, բայց դեռ Հայաստանում այդ ամեն ինչը գոյություն չունի առհասարակ։ Ասենք, ժողովրդավարությունը դա պարլամենտն է, չէ, որ պիտի երկրում օրենքներ ընդունվեն քննարկումներով, հնարավոր մասնակցությամբ։ Պարլամենտում բոլոր քվեարկությունների մասնակցում է միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցություն։ Այսինքն պարլամենտի անունից կայացվող որոշումները դա խմբակցության կողմից կայացված որոշումներ են։ Ընդ որում մի խմբակցություն, որը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից WhatsApp հավելվածի միջոցով, ինչ-որ խումբ ունեն, ընդ գրառումներ է կատարվում, այդ գրառումներից որոշվում է ով ուր գնա, ինչ անեն, քվեարկեն, չքվեարկեն։ Այսինքն ինքը գործադիր իշխանությունը փաստացի կառավարում է պարլամենտի, երբ որ մեր երկրի սահմանադրությամբ հակառակն է։ Պարլամենտը պիտի վերահսկի կառավարության գործունեությունը։ Դա ժողովրդավարություն, դա ընտրություններն են։ Հայաստանում հլնայք վերջին շրջանում ինչքան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ալնում, որտեղ ԿՊ-ն հաղթում է, իրանք մրցակից չեն ունենում, իրանք հաղթել են մինչև հիմա բոլոր այն համայնքներում, որտեղ մրցակից չեն ունեցել։ Հենց մրցակից են ունենում, պարտվում են, հաղթողին ձերբակալում են կամ սպանում։ Ասենք ես հիմա ուզում եմ Միացյալ Նահանգներում էլ է տենց։ Ես իրանց ժողովրդավարության մասին ճիշտ ավելի բարձր կարծիք ունեմ, էլի, ես կարծում եմ, որ իրանց մոտ տենց չի։ Ես գիտեմ, որ իրանց մոտ տենց չի։ Բայց դեպքում ստեղ եղած այդ հարաբերությունները իրանք ո՞նց են համար, ասենք Միացյալ Նահանգներում հնարավոր է, որ իրանց եպիսկոպոսները բանտարկվեն կարծիք արտահայտելու համար։ Ես գիտեմ, որ իրանց եպիսկոպոսներից մեկը ընտրվել է Հռոմի պապ վերջերս։ Կարծիք արտահայտելու համար չէ, տեսեք, քրեական մեղադրանք օրինակ Բագրատ Սրբազանի դեպքում իշխանությունը զավթել, ծանրացուցիչ հանգամանքներ։ Բայց իրենք ասում են իշխանության զավթել, ձայնագրությունը լսում ենք, ասում են մենք ուզում ենք կառուցենք շվեյցարիական մոդելի պետություն։ Բագրատ Սրբազանի ձայնագրությունն է։ Ու դրա համար, ասենք շվեյցարիական մոդելի պետություն կառուցելու համար իրանք ասում են, որովհետև պլանավորում էին, որ խոտի տուկը պիտի բերեն վառեին։ Ոչ խոտը կա, ոչ բերողը կա, ոչ հասկանում ես դա վառելու լավը որն է, վատը որն է։ Ասենք ինչ հեղափոխություն, չգիտեմ կամ այն էլ այն դեպքում, երբ որ վարչապետին ասում է, եթե մի բան դուք իմ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք։ Այսինքն ինքը խնդրի լուծման ձևը համարում է ոչ թե ժողովրդավարական գործընթացները, ենթադրենք պարլամենտում իրան իմպիչմենտ հայտնելը, չէ, որը կարա լինի սահմանադրությամբ, ոչ թե իր հրաժարականը, այլ ասում է հեղափոխություն արեք։ Եթե մեկն էլ ոչ թե հեղափոխություն, այլ բողոքի ակցիա է պլանավորում, ասում են այ քո բողոքի ակցիան դա բան է, ապստամբություն է, դա ահաբեկչություն է։ Միքայել Սրբազանին ասում են դու հուշատետր ես պահել ու մոտդ գրել ես, անկեղծ ասած ես էլ եմ իմ մոտ գրում եմ, օրինակ մեր այսօրվա հարցազրույցը ես գրում եմ, որ ամսի ես ինչին հարցազրույց եմ ունեցել, հղումները բանում։ Հիմա էդի վերցրել են, որ ինքը հարցազրույց է տվել, ունդեղ YouTube-յան դիտումների քանակ գրել է։ Ու իր հետ ինձ էլ է միշտ հետաքրքիր է, բոլորս էլ նայում են, չէ, ինչքան դիտումներ է ալում։ Իր դիտումների քանակը իր կողմից արձանագրելը համարում են պետական հեղաշրջման դրա համար է Սրբազանը Միացյալ Նահանգներում նման մեղադրանքներով հնարավոր է։ Դուք էլ պետք է ձեր հուշատետրը թաքցնեք ուրեմն։ Չէ, ես հուշատետրը կարամ հրապարակեմ, որովհետև դա ընդհանրապես այն տեղեկությունների մասն է, որը բաց կյանքով ընթանում է, այսինքն ես որևէ թաքցնելու բան չունեմ։ Բայց հիմա եթե ասենք թե այդ արձանագրումները վերցնեն, դա համարվելու է որպես փաստորեն ես եթե նրանց վերաբերում է ինձ է կարա վերա կամ հիմա ինձ մեղադրանք են, չի առաջադրել, ես հիմա մեղադրել եմ, վաղ իմ դատական նիստն է հերթական։ Սահմանադրական դատարանի որոշումը քննադատել են, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովների այդ կանոնակարգի վավերացմանը։ Ասում են դու ինչ ես քննադատում։ Այսինքն չես հասկանում թե ինչ է կատարվում։ Պետք է միայն գովել եւ փառաբանել։ Այսինքն եթե իշխանություններին հիմա որևէ մեկը գովի փառաբանի,
Նրան ոչ մեկը օրինակ տեսեք ոնց է, չէ, հանրային վերահսկողությունը պիտի իշխանավորները կոռուպցիայով չզբաղվեն, չէ։ Որովհետեւ նրանք կոռուպցիայով չզբաղվեն, պիտի լինի եւ համապատասխան իրավապահ մարմինների հսկողություն եւ հանրության, չէ։ Լրատվամիջոցներն են բարձրաձայնում, երբ որ ինչ-որ մի Հիմա ես Ալեն Սիմոնյանի գործունեության վերաբերյալ բացառապես մամուլի աղբյուրներից հավաքական մի հատ տեսանյութ եմ պատրաստ է հրապարակել։ Այսինքն ոչ մի բանը ես չեմ հետաքննել, ձեռք բերել ինֆորմացիա եւ այլն։ Այսինքն նայել եմ մամուլում ինչեր է գրած իր մասին, ուղղակի ամփոփել եմ բաժիններով, ասում եմ անշարժ գույքի ոլորտում։ Ինք էս տունը ծախել է, տունը առել, տունը վարձովա տվել, իրավունք ուներ թե չէ, վերլուծություն, լրիվ իրավունքի Իսկ կանչել են քննչական կոմիտե Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայրն են, ինչ-որ մայրն էր հանցագործության մասին հաղորդում է, ասում են դու Civilnet AM-ն չես կարդացել, որտեղ գրած է, որ Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը առել է ջրվեժում ամառանոց, որի գումարի մի մասը տվել է, մեծ մասը 34 միլիոն, մնացած մասն էլ վարկ է վերցրել Հայ Էկոնոմ բանկից։ Ու այդ տեղեկությունը ես վերցրել եմ մամուլից։ Հիմա ինձ ասում են չես կարդացել։ Իսկ փաստորեն իրենք կարան կոռուպցիոն գործունեությամբ զբաղվեն։ Մենք նույնիսկ մամուլի հրապարակումներ իրավունք չունենք, եթե նույնիսկ գրում են պիտի հարցակնենք Civilnet-ը, ասենք չես դες բան գրում, այ մարդ։ Հիմա ինչ անենք, որ նա աշխարհի հայ իրականության մեջ միակ թոշակառու կինն է, որին այդ տարիքում բանկը տվել է 20 տարվա կամ չգիտեմ ինչ որ տարվա հիպոթեկային վարկ, երբ որ մնացած թոշակառուներին նույնիսկ 60,000 դրամանոց հեռախոս առնելու սպառողական վարկ չեն տալի։ Հիմա ասում են չես դրա մասին խոսում։ Ու Ալեն Սիմոնյանը ինձ դատիատվել ոչ միայն մայրը հաղորդում է տվել, այլ նաև գնաց է դա քաղաքացիական դատանում էլ հայցա ներկայացրել իմ դեմ ու դատը շահել է, որովհետև դատավորը պատգամավոր Տրթած Սարգսյանի եղբայրն է, մինչև դատավորին եղել է մարզպետի տեղակալ։ Իսկ դատել են, ես պետք է փող տամ դրա համար։ Այսինքն իրավունք չունես դրա մասին խոսես։ Հիմա Միացյալ Նահանգներում տենց է, ես չեմ կարծում, որ տենց է։ Դե հակառակը, երբ որ պաշտոնյայի որևէ կոռուպցիոն գործունեության մասին մամուլում հրապարակում ալինու մարդիկ այդ մասին խոսում են, այդ պաշտոնյային են պատասխանատվության ենթարկում։ Մեր մոտ պաշտոնյաները մնում են իրենց գործունեության մասին խոսացող լրատվամիջոցներին եւ քաղաքացիներին պատասխանատվության են ենթարկում։ Այսինքն եթե դու իշխանության մարմինները ենթադրենք Ադրբեջանի հետ օրինակ տեղի ունեցողը, չէ՞, դա ապօրինություն է։ Չէ՞, վերցրել է ենթադրենք Տաուշի մարզից Բագրատ Սրբազանի շարժումը երբ հասկսել, երբ որ Տաուշի մարզից տարածքներ են հանձնում Ադրբեջան։ Հիմա մեր երկրի սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած փոփոխություն կարող լինի բացառապես հանրաքվեի միջոցով։ Դե պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության տարածք չէ։ Որտե՞ս պարզվեց։ Կադաստրի կոմիտեն ասաց, այդ ռեկայականները մերը չի։ Ինքն է տվել։ Ոչ չի, բայց այդ ասես պետքա չտային տվեցին։ Չէ, բայց ասես որ բայից ասեց, երբ ասեց, չէ։ Նույն իշխանությունը գալիս է իշխանության 21 թվին ասում է մոռացեք, թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ։ Իրանք իրաց թևերը կտրելու խոստումներով գալի ընտրում են իշխանության, գալիս են իշխանության, սկսում են մեր լեզուն ակաժները կտրելու մասին մտածել, ասում են դուք չեք խոսում մեր։ Ունեք Արթուր Հովհաննիսյանն ինձ սպառնում է, չէ՞, ասում եք լեզուն կկտրեմ։ Ասում են չես խոսում դու մեր թերու։ Ինչի՞ ես ասում, որ 18 թվի տեղի ունեցած ողբերգությունը հայ ժողովրդի կյանքում։ Դա ադրբեջանա-թուրքական է, ես ասում եմ, որ դա ադրբեջանա-թուրքական հեղափոխություն է։ Ինքն ասում է, ով որ դա ասի ադրբեջանա-թուրքական, նրա լեզուն ու ակաժները պիտի կտրեն։ Այսինքն ոչ միայն իմը, այլ եթե մի հատ ուրիշ մեկն էլ ասի, դրանն էլ պիտի կտրեն։ Պիտի մենակ ասենք սիրո, համերաշխության, ոչ բռնի, հավշյա, ժողովրդավարական հեղափոխ։ Այ եթե տենց ասես, ոչ լեզուդ կկտրեն, ոչ ակաժներդ կկտրեն, սաղ կմնա։ Պարոն Ղազարյան, Վենսի այցը եւ զուգահեռ ուղեկցվող բողոքի ակցիաները ինչ ազդեցություն կարող են ունենալ, որպեսզի Վենսը տեղեկանա, ինչ է կատարվում Հայաստանում, որ այդքան էլ ժողովրդավար չեն, ինչպես նշում եք։ Ես կարծում եմ դա հուսահատության դրսևորում է, այդ որ այցից առաջ նայում եմ թե ինչքան նամակներ են գրում Վենսին, ընդ որում ազգային ժողովի պատգամավորներ, ասինքն նաև պաշտոն ունեցող մարդիկ էլի պետական, քաղաքական ուժեր եւ այլն,
իմ մոտ էս տպավորություններ, որ Վենսը ձմեռ պապիկն է, ասենք, բոլորը իրեն նամակներ են գրում իրենց ցան։ Բայց դա իմ ընկալումներում դա չափազանց անլուրջ է, ուղղակի հուսահատության դրսևորում է, էլի։ Եվ դա պետության բացակայության վկայությունն է, որովհետև օրինակ, եթե ես զգամ, որ ես պետության քաղաքացի եմ, չէ՞, եւ պահանջներ ունեմ, ցանկություններ ունեմ, որ պիտի կատարվի, իմ ցանկությունների հասցեատերը մեր իշխանություններն են, որովհետև ժողովուրդները չեն ձգտում ունենան պետություն, որպեսզի իրենց խնդիրները կարողանան ինստիտուցիոնալ մակարդակով լուծել, չէ՞։ Հիմա Հայաստանը պետություն է, նշանակում է Հայաստանը ունի իշխանություն, Հայաստանը ունի դեսպաններ։ Բայց եթե Հայաստանը Միացյալ Նահանգներում դեսպան ունի, ազգային ժողովի պատգամավորը Միացյալ Նահանգների իշխանություններին ինչի է նամակ գրում։ Մեր դեսպանը չէ պետքա ընդհանրենք դիմի պետքարտուղարությանը նոտայով, որևէ խնդրանքով, որևէ հարցով, իր մտահոգությունը հայտնի, իր դժգոհությունը, իր բարիկամեցողությունը, չէ։ Հիմա նշանակում է, եթե Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ օտար պետության ղեկավարի նամակներ են գրում, նրանք խնդրանքով դիմում են, դա նշանակում է իրենք պետություն չունեն, իրենք իշխանություն չունեն։ Եվ Հայաստան պետության համար ինչ Դե պարզ է, չէ՞ որ Վենսը այդ նամակների հիման վրա որոշումներ ոչ էլ կարդալու է։ Ես ասենք ես մարզպետ էի, բոլոր նամակները չես կարդալ, աշխատակազմ կա, չէ՞ մի անգամ է բաժանում են 1000 բաժիններ կա բան էլ, հիմա պատկերացնում եք այդքան նամակ Վենսը կարդար։ Պարզ է, ոչ բացի դրանից որ չի կարդում, չեմ ասում ինքը որոշումները կայացնելուց դրանց վրա չի հիմնվելու։ Հիմա Վենսը որ գնա Ադրբեջանում, նա հարց բարձրացնելուց առաջ մտածելու է, չէ՞, ասի ես նման պահանջ ներկայացնեմ։ Ոնց պիտի հիմնավորեմ։ Պետություն է, ինձ ասելու է, չէ՞, որ մի րոպե, մենք պետություն ենք, մարդը հանցանք է գործել մեր պետության դեմ, մենք իրեն պատասխանատվության ենք ենթարկել, դատել ենք։ Ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, Հայաստանի իշխանությունը այդ հարցը չեն բարձրացնում։ Դուք ելես դուք այդ հարցը։ Հիմա ասենք թե որ Ալիևը Վենսի առաջ հարց բարձրացնի, որ Մադուրոին ազատ արձակեն։ Ընդառաջելու է, կարծում կմերժի։ Պարոն Ղազարյան, նաև Հայաստան պետության համար ինչ դրական ազդեցություն ունեցավ կամ կարող էր ունենալ Վենսի այցը։ Գիտեք, ընդհանրապես ցանկացած պետության հետ բարձր մակարդակի հարաբերություններ զարգացնելը դա ընդհանուր առմամբ դա դրական երևույթ է եւ ցանկացած նման հարաբերություններից կարելի է դրականը ստանալ, բայց դա միայն այն դեպքում, եթե քաղաքականությունը դա միտված բարեկամության երկկողմ համակարգ։ Իմ ընկալումներում Հայաստանի կողմից վարվող քաղաքականություն դա միտված չի հայ-ամերիկյան հարաբերություններ զարգացնելուն։ Դա հարաբերությունները այլ պետությունների դեմ գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն Հայաստանը դառնում է գործիք այլ պետությունների դեմ Միացյալ Նահանգների շահերի իրացման քաղաքականության իրականացման համար։ Եվ այն պետությունները ում դեմ որ դա արվում է, այնտեղ մարդիկ միամիտ չեն։ Իրանք դա շատ լավ հասկանում են, շատ լավ գնահատում են եւ իրանք պարտադիր չի որ շատ հուզական գտնվեն։ Պարտադիր չի որ ենթադրենք այն պետությունները ում դեմ հիմա որ հիմա գործողություններ է արվում, ամիջապես այսօր արձագանքեն իրադարձություններին, իրանք հաշվում են եւ որոշումներ են կայացնում։ Հիմա ինչ հետևանքների դա կարա հանգեցնի, արդեն այստեղ գալիս է որոշման բովանդակություն։ Միացյալ Նահանգների հետ այսօր չի հաստատվում հարաբերություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները շատ վաղ ժամանակներից պատմություն ունեն եւ ցավոք սրտի մենք լուրջ կորուստներ ունենք այդ քաղաքական հարաբերությունների իմաստով, որովհետեւ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մինչեւ 25 թվականի օգոստոսի 8-ը Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում համանախագահող պետություն էր, որը չափազանց կարևոր առաքելություն էր մեր պետության համար։ Միացյալ Նահանգները բանաձև ուներ ընդունած, որով որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Ադրբեջանին էր համարում ագրեսոր եւ արգելել էր Միացյալ Նահանգների ադմինիստրացիային պարլամենտը, որպեսզի որևէ ռազմական համագործակցություն իրականացնեն Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանին ագրեսոր էին ճանաչել։ Միացյալ Նահանգները այն
եզակի պետությունն էր, որը ոչ միայն Հայաստանի հետ ուներ ռազմատեխնիկական համագործակցություն, այլև Արցախի։ Միացյալ Նահանգները ամեն տարի Արցախին տրամադրել է ուղիղ ֆինանսական աջակցություն։ Այդ ամեն ինչը օգոստոսի 8-ի փաստաթղթերով ամեն ինչը վերացել է։ Եվ դրա փոխարեն, ասենք, եթե Հայաստանը ընդամենը պիտի առնի Միացյալ Նահանգներից հետախուզական անօդաչու թռչող սարք, դա էլ պարզ չի, դրա ֆունկցիոնալ նշանակությունը որտեղ պետք է, որովհետև Ադրբեջանի վրա այդ սարքը կարծում եմ, որ չի կարա թռիչքներ իրականացնի, որովհետև մի անգամ Վայոց ձորից փորձեցին հետախուզական անօդաչու բարձրացնել օդ, ադրբեջանցիները խոցեցին այդ զինվորական մեքենան Հայաստանի տարածքում, խորը թիկունքում։ Հեկտարներով տարածքի վրա հրդեհ բռնկվեց դրանից հետո եւ փրկարար ծառայության փոխգնդապետ զոհվե հրդեհը մարելու աշխատանքներում։ Ես կարծում եմ, որ հնարավոր է այդ հետախուզական սարքը թռիչքներ իրականացնի Թրիփի Մեղրի սահմանում, որի տեսադաշտում կարող է ավելի շատ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը լինի։ Եվ եթե ես այդքան բան հասկանում եմ, կարծում եմ, որ Իրանի ռազմական հետախուզության սպաներն էլ են դա հասկանում։ Բարի շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վեստիայեմի տաղավարում էր արտակարգ եւ լիազոր դեսպան, դա աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Մենք զրուցում էինք Վենսի այցից, քննարկեցինք տարածաշրջանային այցը եւ ազդեցությունը ներքաղաքական հարաբերություններին։